Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին ակտիվացել է ամենազգայուն հարցերից մեկը՝ անկլավների խնդիրը։ Տարիներ շարունակ չլուծված այս թեման այժմ կապվում է սահմանազատման գործընթացի հետ, իսկ ընդդիմախոսներն ու իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են արմատապես տարբեր գնահատականներ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը 1-2 ամիս առաջ արդեն տեսել է, որ իբրե Արտվաշենի հետ կապված ադրբեջանցիները դա նշում են այլ գույնով, վկայում այն հանգամանքի մասին, որ ընտրություններից առաջ ըստ էության արդեն իսկ այդ որոշումը կա, ուղղակի չի հայտարարում։ Մանիպուլյացիա է սովորական։ Փաշինյանը պնդում է, Հայաստանը չի կարող անտեսել Արտվաշենի հարցը, եթե քննարկվում են Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական նախկին անկլավների վերաբերյալ պահանջներ։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում են կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում են փոփոխություններ։ Ներքին լսարանի համար հիմնավորում են, որ իբրե Ադրբեջանը Արտվաշենի նկատմամբ իրավազորության խնդիր չի դնում եւ պատրաստ է Արտվաշենը հանձնել, պետք է ասենք, որ հողային առումով Արտվաշենի տարածքը շատ ավելի շատ է այն տարածքներից, որոնք մեր անկլավ են հայտարարում եւ պետք է հանձնվեն, եւ սա փաթեթավորում են ընդհանրապես տոնական ձևավորմամբ։ Միևնույն ժամանակ իշխանության քննադատները զգուշացնում են, ցանկացած քննարկում, որը կարող է վերաբերել Տիգրանաշենին կամ այլ ռազմավարական նշանակության հատվածների կարգավիճակին, պետք է բացառի Հայաստանի անվտանգության համար վտանգավոր լուծումները։ Արդյոք անկլավները ունեն իրավական հիմքեր։ Արդյոք դրանք ձևավորվել են ժամանակին, խորհրդային միության տարիներին արդյոք դրանք ձևավորվել են օրինական կերպով, թե դրանք իրավական հիմքեր չունեն եւ ժամանակավոր գոյացություններ են եղել։ Իրավական հարցության մեջ եթե խնդիրը դիտարկենք, ըստ էության Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել ի սկզբանե, բայց այն պայից սկսած, երբ որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում անկլավների գոյության մասին, այդ պայից սկսած ադրբեջանական պահանջը, մասնավորապես միայն Տիգրանաշենը չի, ելի գյուղեր կան, բայց խնդիրը բացառապես բնակավայրերի չի վերաբերում, կան նաև այլ տարածքներ, որտեղ Ադրբեջանը պահանջում է։ Քաղաքական որոշ վերլուծաբանների գնահատմամբ անկլավների հարցը չի սահմանափակվում միայն տարածքային խնդիրներով։ Վերլուծաբանների դիտարկմամբ հատկապես Տիգրանաշենի դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի հարավը հյուսիսին կապող կարևոր ճանապարհային հանգույցի եւ անվտանգության հարցերին։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է խորհրդային միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Եթե անձ ուզում է անցնել այդ անկլավ, ապա նա առնվազն 2 սահմանային անցակետ անցնի, որը որոշակի խնդիրներ է առաջացնում։ Էլ չեմ ասում անվտանգային հարցերը։ Փորձագետների մի մասը նշում է, տարածքային հարցերը չեն կարող դիտարկվել միայն քարտեզով, անհրաժեշտ են իրավական հիմքեր, անվտանգության մեխանիզմներ եւ հստակ պայմանավորվածություններ։ Այն հատվածներում, որտեղ այսօր ադրբեջանցիները նստած են, այդ մարդիկ համարում են, որ այդ տարածքները իրենց սահմանից ներս են եւ այստեղ հանձնման, դուք կարող եք հայտարարել, որ 250 կիլոմետր քառակուսի տարածք Հայաստանի Հանրապետությունից օկուպացված է։ Ադրբեջանը դա չի համարում օկուպացված տարածք, չի դիտարկում որպես օկուպացված տարածք եւ ուժի դիրքերից ամենայն հավանականությամբ, եթե չկարողանա լեգալացնել հրթի վրա, դե ֆակտո այդ վաղերը մնալու են իրենց։ Այս պահին որևէ վերջնական համաձայնություն անկլավների վերաբերյալ չկա, սակայն հարցը շարունակում է մնալ բանակցային գործընթացի ամենաբարդ կետերից մեկը, միաժամանակ դառնալով ներքաղաքական լուրջ բանավեճի առարկա։ Անկլավների հարցի լուծումը կարող է ազդել ոչ միայն սահմանագծի, այլև Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային հաղորդակցության ամբողջ համակարգի վրա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։